Ինքը ասում է, թե ինչ չընտրեք, այն էլ սահմանադրական մեծամասնությամբ։ Սեպտեմբերին լինելու է պատերազմ։ Սա ինչ է, եթե մանիպուլյացիա չի։ Ինքը խաբում է ժողովրդին, երբ ասում է, որ արդեն հաստատված է խաղաղություն, վայելեք։ Փաշինյանը պիտի կողմնորոշվի, սեպտեմբերին լինելու է պատերազմ, թե կա խաղաղություն, որը մենք պետք է վայելենք։ Ինքը խաբում է, երբ որ իրան ներկայացնում է որպես խաղաղության կուսակցություն, որովհետև կա փորձաշրջան մեծ, դա իր 8 տարվա կառավարումն է, որի ընթացքում ինքը բերել է 10 բախում Ադրբեջանի հետ, դրանցից 3-ը խոշոր պատերազմական հակամարտություն Ադրբեջանի հետ, որոնց բոլորի ընթացքում մենք ունեցել ենք աղետալի կորուստներ, կորցրել ենք մարդկային կյանք, կորցրել ենք տարածքներ, կորցրել ենք Արցախ, կորցրել ենք արժանապատվություն։ Հիմա այս մարդը, որի ապացուցված, ինչ ասեմ, անցյալը որպես իշխանավոր պատերազմն է, ներկայանում է հայ ժողովրդի առաջ որպես խաղաղության ռահվիրան։ Սա մի հատ ասում եմ մեծ խարդախություն է, մեծ խաբեություն, որը մենք պետք է բացահայտենք։ Մեզնից բացի դա ոչ ոք չի կարողանալու անել։ 2019 թվի պլանը, որը ասում եմ փայլուն լուծում էր, որը կբերեր մեզ իսկապես արժանապատիվ խաղաղություն եւ Արցախը մինչեւ հիմա Քելվաջարով Լաչինով կմնար մեր վերահսկողության տակ։ Այդ պլանին դուրս եկան դեմ Փաշինյանից սկսած ամբողջ քաղաքական դաշտով բոլորը։ Այդ ժամանակ մենք էինք ասում, որ պետք է լուծել այս ամեն ինչը այդ հիմքի վրա։